Բարելուս Հայաստան, բարելուս հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր կուզենամ խոսամ հետևյալի մասին, անամոթության մասին, թե մարդիկ որքան ցինիկ եւ անամոթ են, դա վերաբերվում է կառավարությանը, դա վերաբերվում է սուտի ընդդիմությանը, ժողովրդին խաբած ընդդիմությանը։ Քիչ հետո կտեղադրեմ տեսահոլովակները, որտեղ որ ես կհիմնավորեմ յուրաքանչյուր իմ ասած տար։ Հիմա եկեք սկսենք երևի թե Նիկոլ Փաշինյանից։ Տեսնենք ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը եւ ամենագլխավորը, տեսնենք թե նա 2018 թվին ինչ կերպարով էր գալիս, այսինքն ընդունելով Մոնթե Մելքոնյանի այդ իր չսափրված վիճակը, երեխաները, չուտ լինի տավարիշ Ստալին։ Եկեք տեսնենք այս երկու տեսահոլովակը, այնուհետև ես արձագանքեմ, խնդրեմ։ Նախընտրական շրջանում եմ ասել, հիմա էլ վերահաստատում եմ, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման դա fake մտածածին հորինովի թեմա է եւ նման բան չի եղել, չկա եւ չի լինելու։ Նման թեմա ընդհանրապես թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում։ Այսինքն, եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ ասես կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը եւ խաղաղությունը բոլոր թեմաները փակում է եւ փակել է։ Սիրելի հայ ազգ, տեսակ, ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը, այն կերպարի մասին դե ասեցի սկզբում։ Ասում է 300,000 այդ ադրբեջանցիների վերադարձը մյուսը Նիկոլ Փաշինյանը հերկում է եւ նաեւ ինչու ոչ հերկում են արդեն անգամ ուժեղները, որը որ այդ թեզը մցրել էին, բայց Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության չի հերկում եւ չի ասում 300,000, նա ասում է 500,000, 600,000, ինչքան որքան ուզեն, այդքան գալու են։ Եվ երեկվա իմ եթերի մեջ ես ասեցի, որ այդ դպրոցները, մանկապարտեզները, ճանապարհները սարքում են դիմավորելու Նիկոլի բարեկամներին, ադրբեջանցիներին։ Օրը գգա բարին հետը կտեսնեք, բայց առհա իրանց բախտից թե նրանք գգան։ Ես ասել եմ ու ասում եմ, մենք հրավերքը Նիկոլ Փաշինյանին դիմավորել ենք, մենք աշխատանքները տանենք եւ Նիկոլ, սպասի։ Սրա ձենը դու լսելու ես անպայման ես լսելու, այս աստղը վկա։ Հիմա տեսեք, ժողովուրդ ջան, ինչի համար եմ ասում, որ 500-600, եթե մի պետությունը, մենք անկախ պետություն ենք, մենք Հայաստանի Հանրապետություն ենք, չէ՞, մենք ասում ենք, մենք անկախ պետություն ենք, ինչ ռուս, ինչ մյուսը, համաձայն են, բայց ինչպես կարող է հարևան թշնամի պետության ղեկավարը բեղերով տառակալը որոշի, թե մեր տարածքում ինչ ենք անում, երբ ենք անում։ Մի լրագրող, բլոգեր չեմ իմանում, ես մի երկու անգամ եմ տեսել այդ աղջկան, Անիին, որը հիանալի ներկայացնում է ամեն ինչ, թե ինչ աշխատանքներ են տարվում, իմ այդ 3 տեսահոլովակը կտեղադրեմ, որտեղ որ երկուսը վերաբերվում է Ալիևի ասածին եւ երրորդը Անիի տեսահոլովակը։ Խնդրեմ տեսնենք այս տեսահոլովակները։ Թրիփ նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը պատրաստ է, հայտարարել է Ալիևը։ Նրա խոսքով թրիփ նախագիծն արդեն սկսվել է եւ կիրականացվի մոտ ապագայում։ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով երկաթուղու շինարարությունը պետք է սկսվի այս տարի։ Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասաց, որ երկաթգիծը կկազմի 194 կիլոմետր եւ որ ժամանակ կորցնել չեն կարող։
Պարզվել է նաև, որ ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են արել Հայաստանի տարածքում եւ ընտրել էլեկտրահաղորդման հենարանների տեղերը։ Բաքուն պատրաստ է միջազգային կոնսորցիումի, բայց միայն այն պայմանով, որ վերահսկիչ բաժնետոմսը մնա ադրբեջանական պետությանը։ Երևանում խոստանում են աշնանը գործնական քայլեր, մինչդեռ ճանապարհի տերը դառնում է հարևանը։ Այս գրքի շապիկին Երևանն է։ Վերնագիրը Իրևան, սրտումս ապրող հայրենիք։ Վերևում նշված է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մոհամեդ Ֆիզուլիի անվան ձեռագրերի ինստիտուտը։ Վերջերս Ստոկհոլմում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը։ Ադրբեջանական հրապարակման համաձայն այն կազմակերպել է Շվեդիա-Ադրբեջան միությունը։ Ադրբեջանի դեսպանատան եւ Սփյուռքի պետական կոմիտեի աջակցությամբ։ Միջոցառմանը հնչել է Ադրբեջանի օրհներգը, իսկ դեսպանատան առաջին քարտուղարը հայտարարել է, որ պատմական ճշմարտությունների ուսումնասիրությունն ու միջազգային հանրությանը ներկայացնելը Ադրբեջանի պետական առաջնահերթություններից է։ Այսինքն սա արդեն պարզապես գրքի շնորհանդես չէ։ Սա պետական աջակցությամբ տարածվող քաղաքական խոսույթ է։ Նույն խոսույթում Ադրբեջանի նախագահը ներկայիս Հայաստանին անվանում է Արևմտյան Ադրբեջան, իսկ Երևանը ներկայացնում որպես ադրբեջանական պատմական քաղաք։ Այս պահին որևէ ապացույց չկա, որ միջոցառմանը մասնակցել է կամ աջակցել է Շվեդիայի կառավարությունը, եւ այստեղ Հայաստանը պետք է պաշտոնապես պարզի շվեդական պետական կամ ակադեմիական շրջանակներ ներգրաված են եղել, թե ոչ։ Ես այս հարցով պաշտոնական գրություններ եմ ուղարկելու Հայաստանի ԱԳՆ-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ խորհրդարանական բոլոր ուժերին։ Պետք է պարզել, տեղյակ են եղել այս միջոցառման մասին եւ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել։ Ստացված պատասխանները կհրապարակեմ, որովհետև խնդիրը միայն մեկ գիրքը չէ։ Խնդիրը այն է, թե Հայաստանը ունի իր նկատմամբ պետականորեն տարածվող պահանջատիրական խոսույթին արձագանքելու հստակ համակարգ։ Պետական խոսույթին պետք է պետական պատասխան։ Նիկոլ, ինչ ասում, ինչ կարող ես սրան հակադարձ մի բան ասես։ Եթե այսօր դու ոչ մի բան չես ասում, Ալիևն է որոշում, քո մոտ երկաթգիծը ոնց անցնելու, ճանապարհը ոնց անցնելու, մյուսը ոնց անցնելու։ Երևանը արդեն մարդիկ պետականորեն ասում են, եւ իդեպ ասեմ, սիրելի հայրենակիցներ, տեսնում եք ինչ է ասում Անին։ Նա հարցումները ուղարկե, թե Շվեդիայի կառավարությունը կա այս թեմայի մեջ, թե չէ, իրենց սիրած Եվրոպան, եւ կասեմ, որ Եվրոպան այն Եվրոպասերներին է վերաբերվում, վերջի իրենց շքերթը։ Եկեք տեսնենք ինչ է Եվրոպան, սիրելի հայաց, խնդրեմ։ Ես ենք ուզում մեր ապագա սերունդի համար։ Իսկ ես որ ասում եմ ընդդիմության մասին, միթոմ ընդդիմության մասին, եկեք տեսնենք ինչ է ասում Նարեկ Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանը կնինքները խփում է, ինչ որ արել է Նիկոլը, ուժեղ Հայաստան դաշինքը դրա համար կրում է պատասխանատվություն։ Վիզա է գալում, այսինքն Նիկոլ ինչ ստորագրել է, ամբողջովին ճիշտ է, իրենք համաձայն են եւ իրենք շարունակելու են։ Եվ ասում է ինչ, մոռացեք ամեն ինչ, մոռացեք, Արցախ, Մարցախ, Արցախցի, սաղ մոռացեք, ամեն ինչ մոռացեք, եւ գիտեք, երբ ես դա նկատեցի, եթե հիշում եք Քարոզ Արշավի ժամանակ, Նարեկ Կարապետյանը մի անգամ բրթցրեց, ինչ ասեց, դե մենք էլ ենք եկել Մուշից, սարքել ենք Տաշիրում մեր տները, բան նույն ձևի արցախցիներին, այն ժամանակ մենք պիտի ջոգեինք, թե այս սրանք ովքեր են։ Սիրելի բարեկամներ, հիմա տեսնենք այս տեսահոլովակը Նարեկ Կարապետյան ինչ ասում, արդեն Իրան պրիմերկայա անում միթոն վարչապետա, նոր ասի առրահա Նիկոլին, իմ ասեմ առրահա քեզ Նարեկ, թե դուք վարչապետ կտենաք, ձեր միլիարդներով, իսկ ինչ վերաբերվում է մնացածին, մենք երբ որ կանենք հեղափոխությունը, կգանք իշխանությանը, դուք Նիկոլից վերան պատասխան եք տալու, դու եւ քո հոպարը, իսկ ասենք ինչի համար եք պատասխան տալու, քիչ հետո կներկայացնեմ, խնդրեմ սիրելի բարեկամներ, ինչ է ասում Նարեկ Կարապետյանը։ Իսկ եթե դուք լինեք իշխանություն, ինչպեսին կլինի հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մենք չենք կարող սկսել զրոական, չենք կարող ամեն ինչ բերել հետ։ Ես պարզ եմ ասում մեր հայրենակիցներին, չի լինելու այդպեսի բան։
Բանակցությունները չեն կարող սկսել զրոյական կետից, բարձ եմ ասում։ Արդեն Հայաստանի պետությունը ստորագրել է պայմանագրեր։ Մենք պաշտպանելու ենք այդ պայմանագրերը, թրիփի շրջանակներում պայմանագիրը ստորագրելու ենք։ Միևնույն ժամանակ կարիք ենք ունենալու երաշխավորների, որպեսզի մի օր էլի մենակ չմնանք։ Նարեկ Կարապետյան, ես ինչ ես ասում, ես ոնց ես երգում, ես արդեն հանենց միթոն վարչապետի բանը կար, Հայաստանի գերբն է խփելա դոշին, հետևը նստած, վայ ձունը ոտերին այն խեղճ մարդու, որ գնաց ու ընտրեց ձեզ։ Հիմա, սիրելի բարեկամներ, այս սուտի ընդդիմությունը, սրանք բացի այդ իրանց կապիկ շոուն, այդ իրանց ռազմորկը, սրանք գնացել են հեծը վերադարձնեն միթոն նորից Սամվել Կարապետյանի։ Այս մարդիկ իրանց գրպանի համար, ես որ ասում եմ, իրավունք չունի ալիգարխատը դառնա իշխանություն, հենց դրա համար չեմ ասում, որպեսզի չասեն լկտի սուտա, տեսնենք ինչա ասե, չասեմ ով, եւ ինչա ասե պատասխան, չասեմ ով, մեկը ԿՊԿ, մեկը ուժեղ Հայաստան։ Դե գիտեմ ովքեր են, դուք եք ճանաչում, ուղղակի զզվում եմ անունները տալուց, զզվում եմ բառիս բուն իմաստով։ Խնդրեմ այս տեսահոլովակը հեծի վերաբերել։ Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու։ Ես կարող եմ դա ձեզ ասել, որովհետև հեծ այս վիճակին կարծես թե հասցնողներից մեկը հենց նույն Պաշտոնյանն է։ Ես հասկանում եմ ձեր գործընկերն է, բայց խնդրում եմ ասեք, Ռոմանոս Պետրոսյանի ի վերջո մասնագիտական կարիերայի տեսանկյունից ո՞րն էր այն չափորոշիչը, ըստ որի դուք գնահատեցիք, որ հենց ինքը կարող է լինել լավագույն կառավարիչը հեծի։ Տեսակ, ինչ են անում, պաշտոն, միայն պաշտոն։ Դե արի ու մի ասա։ Եվ հիմա տեսեք, սիրելի բարեկամներ, հիմա ես կտեղադրեմ իրական թվերը, պետականորեն ճանաչված իրական թվերը, որ ովքեր են ղեկավարում Հայաստանի Հանրապետությունը։ Լեգիտիմ են, ոչ լեգիտիմ են, թե իշխանությունը, թե միթոմ ընտրված ընդդիմությունը։ Հիմա ես թվերով ասեմ ու ցույց կտամ ձեզ, խնդրեմ։ Ուրեմն Հայաստանից Հանրապետությունում այսօրվա դրությամբ ապրում է 3.100.000 մարդ։ Մաթեմատիկա, էլեմենտար մաթեմատիկա։ Ընտրության իրավունք ունեին 2.503.976 մարդ։ 2026 թվականի չարաբաստիկ ընտրություններին մասնակցել է 1.485.346 մարդ։ Գողացած, թալանված, ինչ արած, խաբված, պետական ռեսուրսը, վարչական ռեսուրսը օգտագործած ձայներով Նիկոլ Փաշինյանի քանդիր պետությունը հավաքել է 727.160 ձայն, 160 ձայն, որը որ այդ 1.485.300-ից կազմում է 49.81%-ը, մեծամասնությունը ազգային ժողովում, բայց չունի սահմանադրական մեծամասնություն։ Իսկ եթե մենք վերցնում ենք ընդհանուր մեր ազգի բնակչության քանի տոկոսն է իրանց ձայն տվե, դա կազմա 23.5%։ Այսինքն, այս մարդիկ 1/4-ն էլ չեն հավաքել ազգից։ Ազգի 77%-ը դեմ է սրանց։ Իսկ եթե վերցնում է սուտի ընդդիմությանը իրար հետ միասին, բոլորը միասին ըստ ընտրողների, ովքեր իրավունք ունեին ընտրելու, ընդամենը 29%-ն։ Հիմա սրանք եկել են Քոչարյան, Դաշնակ, Մաշնակ, Նարեկ, ալիգարխով եմ արդեն դիմել, այո, օլիգարխներ, սուտի, բես բանը, Նիկոլ, Սերժ,
շախմատ, մախմացած, այս 29% փոքրամասնությունը գողացած, խափած ձայներով որոշում են ուզում կայացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետագա շարժվելու եւ չշարժվելու համար, հա։ Տենց է դուրս գալի։ Հայաստանի Հանրապետության ճակատագիր են որոշում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճակատագիր են որոշում։ Հայի բախտ եք որոշում, արա։ Ով եք դուք вообще ընդհանրապես, որ դուք ինչ որ որոշում կայացնեք, թե հայը ինչպես պետք է ապրի եւ հայը ուր պետք է գնա։ Ես ասում եմ, Նարեկ Կարապետյան, դուք պատասխան եք տալու։ Կարաս դադարան տաս, Նիկոլից լավ բան չեք կարա դուք սոր, դատի տուր, ասա սպառնում են Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը։ Հետ ինչ ասելու բանա, մենք շարունակելու ենք, հա, դուք համաձայն եք, հա։ Ես ձեզի սև համաձայնություն կբերեմ, հələ սպասի օրը գամ բարի հետը, տենամ դուք ոնց եք դավաճանության հետ համակերպում եւ համաձայնվում։ Ժողովուրդ ջան, լսեք այս բառերս, լսեք, տեսեք ինչ են անում, տեսեք ինչ են անում։ Ագենտները ջհուդական, այդ ջհուդ գեներալներին դրա համար էիք բերե արա, հա Նարեկ, այդ էին ձեզ է ասում ջհուդները։ Դուք բոլորդ գործակալներ եք ջհուդների եւ գլոբալիստների պրոգրամը դուք իրականացնող եք, բայց հայ ազգը հելլելու է ոտքի եւ ձեր ողնաշարը ջարդելու է, դավաճան ողնաշարը, հայ ազգը ձեզ պատժելու է շատ սարսափելի ձևի։ Հիմա, սիրելի բարեկամներ, ինչ էր հաջորդը միտքս։ Ուրեմն այս մարդիկ տանում են երկիրը կործանման, հայ ազգ։ Մեկ անգամ եւս ասում եմ։ Ես որ չտեսա այս Նարեկի այս խոսացած, այն որ ասում է գլխից կափարիչը բարձացավ։ Ով? Ընդդիմություն, միտոմ ընդդիմություն։ Հասկացա այդ իրանց կապիկությունը, ինչ որ անում են, ամեն ինչ հասկանալի է, սիրելի հայ ազգ ջան։ Բայց երբ որ մարդը խափելով ժողովրդին գալիս է, մտնում է ազգային ժողով ու հետո նույն սազնա նվագում ու բացի դա ասում է որ նա համաձայն է եթե եկան իշխանության շարունակելու են էսի պիկը արդեն տեսեք ես անձնական չեմ վիրավորում իրանց չեմ վիրավորում քանի որ իրավունք չունի ոչ մի քաղաքական գործիչ անձնականին կպնի միայն թեմայով միայն քաղաքականությամբ բայց քաղաքականության մեջ անգամ սրանք խախտում են բոլոր գծերը դեպի մեր ժողովրդի հանդեպ են խախտում գծերը, իսկ ովքեր խախտում են մեր ժողովրդի դեմ իրենց գծերը, նրանք շատ խիստ պատասխան են տալու ազգի առաջ, Նարեկ Կարապետյան, մյուս անգամ մտածի նոր խոսա Նարեկ, ես մտածում ես քարոզ արշավների ժամանակ մի քիչ խելք ես հավաքը, մի քիչ բաներ, գործողություններ կարաս անես, դու մի ասա, դու ընդամենը քեզ ինչ որ թելադրել են դի զուբրովկա արել եւ արտասանել ես դու տեն չես մտածում հիմա սիրելի բարեկամներ բոլորը գիտեք որ Հայաստանի Հանրապետությունը միտոմ անկախ է բոլորը գիտեք որ մենք ապրել ենք խորհրդային տարիներում եւ բոլորը եւ շատերը երևի թե գիտեք որ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը ծրագիրը տանում է դեպի նոր սոցիալիզմ, հայկական կոմունիզմ, այսինքն մեր գաղափարախոսությունը։ Եվ դա շատ անգամ կրկնել է, որ նման է Չինականին։ Գիտեք, ինչ առաջատար է Չինաստանը, այսօր աշխարհը գրավում է, բայց նույն չինացիները ընդամենը խորհրդային միության вахչանից առաջ, երբ որ եկել են խորհրդային միություն, տեսեք ինչ են ասում, խնդրեմ այս տեսահոլովակը։ Их слова шокировали весь СССР. В 1988 году первые китайские туристы приехали в Союз, но направились не в Москву и не в Ленинград. Они просто переплыли Амур и оказались в Благовещенске. И были настолько поражены увиденным, что начали массово скупать обычные советские товары. Часы, электробритвы, фотоаппараты, посуду и даже обычное мыло. Потому что подобные товары в Китае тогда были редкостью. А больше всего их удивлял обычный советский быт, горячая вода и центральное отопление. Но настоящий культурный
шок ждал советских людей позже, когда гости из Китая подвели итог своей поездки и заявили, советские люди живут в невероятной роскоши при коммунизме. Տեսնում եք, ընդամենը անցել է 38 տարի։ 38 տարվա մեջ Չինաստանը ընդունելով խորհրդային միության այդ ամեն ինչը զարգացրեց, մոդեռնիզացիայի ենթարկեց ու ուր հասավ։ Հիմա նույն բանը ներկայացնում է եւ առաջարկում է Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը Հայաստանից Հանրապետությունում։ Տեսեք, քարոզ արշավ չկա, բան չկա, որ ես խոսք եմ տալիս։ Ուղղակի ուզում եմ ձեզ ասել, որ ճիշտը դա է եւ մեծ Չինաստանը կարողացավ անել, փոքրիկ Հայաստանում էդի մենք կարանք եւ վստահ եմ կարող ենք անել։ Հիմա մեր ռուբրիկայից խորհրդային կոմունիստական խնդրեմ տեսնենք այս տեսահոլովակները մի ռուս աղջիկ շատ գեղեցիկ ոտանավոր է գրել խնդրում եմ +6 է կարելի ասել այնտեղ բառեր կան որ ասենք իհարկե կոմունիստական գաղափարախոսության հետ չի քայլում հետույքը ասում է իրեն բառով բայց ոչինչ ես ներողություն եմ խնդրում այդ աղջկա տեղը լսենք այս աղջկան եւ լսենք այս մարդուն ինչ իմաստուն բառեր է ասում խնդրեմ սիրելի բարեկամներ Такого вы точно не видели. На этих уникальных архивных кадрах церемония прощания с вождем народов, генералиссимусом, верховным главнокомандующим. 5 марта 1953 года плакала вся огромная страна. Кто весь день работает, тому некогда зарабатывать деньги, потому что работа и заработок – разные вещи. Работа – это обмен времени на деньги, фиксированный. Заработок – это создание системы, которая приносит деньги без твоего времени. Кто работает весь день, занят, выполняет задачи, получает зарплату, но не строит капитал, потому что времени нет. Все время уходит на работу, а деньги зарабатываются не работой. Они зарабатываются мышлением, стратегией, инвестициями, системами. На это нужно время, которого нет у того, кто работает весь день. Кто весь день работает, тому некогда зарабатывать деньги. Не потому, что работа плоха, а потому, что работа – это не путь к богатству. Это путь к стабильности. А богатство строится иначе, когда есть время думать, а не только делать. Качаете жопы? Качайте. И сиськи, и губы. Давайте. И татуировки по телу, и брови рисуйте умело. Вы знаете, как причесаться, как краситься и одеваться, как сделать отличные фото, как жить, не ходя на работу, и как заработать на селфи, чтоб денег огромные сейфы. Без голоса петь научились, по совести жить разучились. Вы пишете песню без смысла, а чтобы на ухо повисло. Хайпы, хэштеги, репосты, башкой можно двинуться просто. А что вы оставите детям? Лишь фотки, залитые в сети? Плевать им, что там в Инстаграме. На ручки хотят они, к маме. Ведь им не нужны ваши лайки. Прочтите им все о Незнайке. Читайте им про Айболита, как бабка просила корыта. Учите их жить благородно. Вы скажете, это не модно? Не в моде любовь и забота, не модно с семьей по субботам, не модно дружить бескорыстно, не модно быть верным отчизне. А может, ушло мое время? Ребята, я с вами не в теме. Не нравятся мне ваши тренды, где вместо друзей у вас френды, где девушки тёлками стали, мужчины любить перестали. Ворчу, как старуха у дома. У нас было все по-другому. Мне плохо от нынешней моды. Пропала мораль у народа. А я хочу жить по старинке. От радости, чтобы морщинки. И думайте вы, что угодно. Не стыдно мне быть старомодным. Ոչ մի ավելացնելու բան։ Եվ վերջում սիրելի հայրենակիցներ, ինչա այս կանիս ասածը։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը չունի շարունակելու։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը այն դավադիր ստորագրությունները, որ արել են նախկին եւ ներկա իշխանությունները, դեմ են դրան։ Եվ մենք վերջում ինչ որ ուզում եմ ասեմ, լավ հիշեք, սիրելի բարեկամներ,
Մենք պետք է ապրենք մեր կյանքը, որպեսզի լինենք արժանի մեր պապերին, մեր նահատակներին, մեր հերոս քույրերին եւ եղբայրներին, մեր եռաբլուրին։ Իսկ այս երգը մեր երգային ռուբրիկայով երևի թե կասի մնացածը իմ փոխարեն։ Խնդրեմ այս գեղեցիկ երաժշտությունը։ Մշոդաշտեր իմ սիրուն, նորեր բացվել վար գարուն, գարուն չկա մեզ համար, պիտի գրվին կանդաթար, չունինք հանգիստ ու դաթար, գարուն չկա մեզ համար, պիտի գրվին կանդաթար, չունինք հանգիստ ու դաթար, Սարին մանրիկուր, սասնո կռիվներ մրմուր, հարս ու աղջիկ բռնեցին, մանուկներ կոտորեցին, հեյվախ սասուն, հարս ու աղջիկ բռնեցին, մանուկներ կոտորեցին, հեյվախ սասուն, ազատության մեր արդար, պիտի գրվին կանդաթար, ու ազատենք սասնասար, ազատեցին մուշ սասուն, սասնասարեր իմ սիրուն, նորեր բացվել վար գարուն, գարուն չկա մեզ համար, պիտի կրվինք անդադար, չունինք հանգիստ ու դադար, գարուն չկա մեզ համար, պիտի կրվինք անդադար, չունինք հանգիստ ու դադար, Քեվոր չաուշ մեր քաչ, գորում էր առաջ առաջ,
ասում Աստված մեզի օգնական Կրվով մտնենք տաճկաստան Հեյվաղ սասում Սիփան սարի մոտերքում Խմբերով քարսում Հզոր կռիվներ մղվում Հասնինք տարոն ու սասում Փրկենք երկիր Հայաստան Հզոր կռիվներ մղվում Հասնինք տարոն ու սասում Փրկենք երկիր Հայաստան Տեսակ, ես օրինակ շատ խորն եմ ընդունում նման երաժշտությունը։ Սիրելի բարեկամներ, հույսով եմ, որ դուք ընկալում եք իմ ասած յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր տառ, եւ հույսով եմ, որ դուք կօգնեք մեզ, որպեսզի մենք ազատվենք երեք գլխանի դևից, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Այս Նիկոլը մեկ-մեկ լավ մտքեր է տալել, երեք գլխանի դև, հնչողա, այսինքն երեք գլխանի դև եւ երկու սատանա հետևում։ Այդտենց ավելի ճիշտ կլինի։ Երեք գլխանի դևը Նիկոլ Փաշինյան քանդիր պետություն, Սամվել Կարապետյան ուժեղ Հայաստան, ավելի ճիշտ թույլ Հայաստան, Ռոբերտ Քոչարյան դաշնակ մաշնակ եւ Սատանեքով են, մեկը շախմատիստն է, մեկն էլ այն չմեռնող հերոսը, Կաշե Բեսմերտին, Լևոն Տեր-Պետրոսյան։ Բայց չի մեռնելու, Լևոն Տեր-Պետրոսյան, ես քեզ դատարան եմ տանել, դու պատասխան ես տալու այս բոլոր մեղքերը քո վզով է։ Ես Աստված եմ կանչում, որ դու մինչև մեր իշխանության գալը դու ապրես։ Պատկերացնում ես ինչ բարի են կոմունիստները, Լևոն Տեր-Պետրոսյան։ Սիրելի բարեկամներ, միասին ասում են կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցես դու հայազգ, կեցե հայոց առաքելական եկեղեցին, ամեն ինչ լինելու է գերազանց։ Հույսով եմ կհանդիպենք, սիրելի հայազգ, Աստված բոլորիս պահապան, ստեսություն։